Եթե հետևել եք լուրերին, ուրեմն անցած շաբաթ, ուրեմն Դավիթ Համբարձումյանը, նա ուրեմն անվստահության նախաձեռնության միասնական տեխնացուն հանդես եկավ հայտարարությամբ, դիմեց հանրապետական կուսակցության ուրեմն գործադիր մարմնին եւ խնդրեց, որպեսզի քայլեր սկսեն ձեռնարկել անվստահություն հայտնելու համար, քանի որ իրավիճակը ծանր է, պետք է ինչքան շուտ ձեռբազատվել այս իշխանություններից։ Ես որքան նայեցի այդ օրերի դրան նախորդ օրվա ընթացքում, հաջորդ օրվա ընթացքում, այնպիսի մի սոսկալի մի բան տեղի չէր ունեցել, որ ասենք հիմա միանգամից մեկը պիտի հիշեր, որ եկել է անվստահություն հայտնելու հարցը եւ չպետք է այդպես ասած թույլ տալ, որ այս իշխանությունները շարունակվեն։ Միակ բանը, որ տեղի ունեցել մեր հարևանության մեջ Իրանի պատերազմն է, որը այդպես ասած ներքին խնդիր չի եւ հիմա չեմ կարծում դրա պատճառով այդ անվստահության թեման պիտի հրապարակն է։ Օրինակ ամիսներ առաջ ես ինչ գիտեմ, բանի թեման կար, կաթողիկոսի դեմ պայքարի թեման կար, բարեբախտաբար Նիկոլը պարտվեց եւ հիմա առայժմ տեսնում ենք, այսօր էլ գնաց պատարագի մասնակցեց որպես կաթողիկոսի անունը հնչեց, անցած շաբաթ էլ գնացել էր, մի տեսակ կարելի է ասել առնվազն հրադադար է եւ չկա այդ պայքարը։ Այդ թեժ պահին, եթե նման հայտարարություն հնչեր, ես դա տրամաբանական կհամարեի, ասի դե լավ, հիմա ժողովրդային մի ինչ-որ այդպես ճնշում կա, Նիկոլը ինչ-որ քայլեր անում, պիտի սպան դրան հեռացնել, հիմա մենք էլ գանք այս հայտարարությունը տարածենք հանրապետական կուսակցությունից, խնդրենք, որ մեկ անգամ եւս մի հատ փորձ անի։ Բայց այդ օրերին տեսանք թեև հատուկենտ հիմա այս մեկոմից Էդգարն էր գրում Ղազարյանը, մեկոյից Մարիան Նարեկն էր գրում, մեկոյից ով էր գրում impeachment, բայց այդպիսի գործնական քայլ, նավակագրություն, փորձել ուժերը համախմբել, կոնսուլտացիաներ անցկացնել քաղաքական ուժերի հետ, տեղի չունեցան այդ շրջանում։ Հիմա անկեղծ ասած իմ համար հարց ծագում, ինչու պիտի ընտրություններից 5 պակաս միանգամից այս թեման էլի հրապարակ գա եւ փորձ կատարվի, այդպես ասած, այս թեման շահարկել եւ վերել հրապարակ, հատկապես որ բոլորս էլ գիտենք, որ դա ինչպես խորագրում էլ գրել էի, նախապես ցախողած մեկ նախաձեռնություն է, հիմա խոսենք մի հատ արագ անցնենք եւ հասկանանք ինչու այս նախաձեռնությունը ցախողած։ Ժամանակագրական կարգով առաջ գանք, քրոնիկան կամ ժամանակագրությունը մի հատ տեսենք ինչ տեղի ունեցավ։ Ամեն ինչը սկսվեց 2025 թվականի փետրվարի 17-ին էր, եթե չեմ սխալվում, նախագահ Քոչարյանի հայտնի ասուլիս էր հարցազրույց էր, հիմա չեմ հիշում այդտեղ, որտեղ ինքը շատ ուղղակի չասեց, որ միակ ընտրություններն է նկատի ունեն մասնակցել ընտրություններին, բայց ասեց, եթե գործը հասնի ընտրություններին, այո, ինքը պատրաստվում է նախորդ ընտրություններն ու այս ընտրություններին էլ մասնակցել եւ դա դիտարկում է որպես իշխանափոխության մեթոդներից մեկը։ Շատերի համար կարծես դա, այդպես ասած, անհանդուրժելի կամ անընդունելի հայտարարություն էր, քանի որ շատերը հույս ունեին 2021 թվականի ընտրություններում հաղթանակ չտանելուց հետո մոտավորապես մի 2.5 տարի пассив դինելուց հետո հայտարարություններ չանելուց, հարցազրույցներ չտալուց հետո նախագահ Քոչարյանը արդեն իսկ հիասթափվել է, հուսալքվել է, այլևս չի մասնակցելու քաղաքական աշխատ պրոցեսներին կամ կողքից է նայելու, ինքը ուղղակի մասնակցություն չունենալու, դե լավ, արդեն իրեն ուրեմն հանել ենք դուրս, հասել ենք մեր նպատակին, ինքը չի լինելու։ Բայց այդ հայտը, որ ներկայացվեց ընտրությունների մասնակցելու համար, եղավ, կարծում եմ, ազդակ, որպեսզի ինչ-որ թեև, որոնց համար հանդուրժելի չի կամ սկզբից էլ խնդիր են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ներկայության հետ, փորձեն ինչ-որ ձևերով խանգարել կամ թույլ չտալ, որպեսզի դա տեղի ունենա։ Եվ դեռ այդ հարցազրույցից մի 2-3 օր հազիվ չէր անցել, փետրվարի 20-22-ին էր, եթե չեմ սխալվում, հանդես եկան Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը անվստահության նախաձեռնությամբ կամ գաղափարով, որ մենք պետք է գնանք Նիկոլին անվստահություն հայտնենք, impeachment անենք, դա սահմանադրական առումով իրավունք է, որը տրված է ընդդիմությանը եւ ընդդիմությունը պիտի օգտվի, ինչու՞ չի օգտվում եւ արդեն շարունակությունը բոլորս գիտենք։ Այն որ դա սահմանադրական իրավունք է, այո, սահմանադրության մեջ 4 հոդվածներ գրված է եւ խոսում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին։ Եվ հիմնականում այդ 4 հոդվածներն էին, որոնք Էդգար Ղազարյանի վերլուծությունների ժամանակ բազմաթիվ գուցե հարյուրավոր հարցազրույցներ, լայվեր, գրառումներ, որոնք ինքը ունեցել այդ կապակցությամբ, հիմնականում այդ 4 կետերի վրա է հիմնված եղել իր վերլուծությունը, որոնք այո, այդ իրավունքը թղթի վրա պատկերացնում են իշխանափոխության որպես տարբերակներից մեկը գործող իշխանություններին անվստահություն հայտնելը։ Բայց որից հետեղ, ասենք Էդգար Ղազարյան չխոսեց որից անգամ ազգային ժողովի սահմանադրական կանոնակարգ սահմանադրական օրենքի մասին,
որտեղ այդ 4 հոդվածների փոխարեն արդեն կան 10 հոդվածներ, որոնք մանրամասն շատ մանրամասը խոսել եմ այս թեմայի մասին, չեմ ուզում կրկնել այստեղ։ Յուրաքանչյուրի, այսպես ասած, գնալով վերլուծելով հասկանում ենք, որ փակված է մնում անվստահություն հայտնելու ճանապարհը, հատկապես եթե մյուս կողմում կանգնած է Նիկոլ Փաշինյանի նման անձնավորություն, ԿՊ-ի նման մեկ իշխանություն եւ այդ իշխանությունը, որ բացարձակ մեծամասնությամբ այդպեսի նստած է այդտեղ, դրան իմպիչմենտի ենթարկելու շանսը գրեթե 0 է։ Հիմա երբ խոսում ենք այն մասին, որ այս իմպիչմենտը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ հիմնական պատճառը Ռոբերտ Քոչարյանի այդ հայտնի հարցազրույցն էր, փորձում են ասել, չէ, մենք նախկինից էլ այդ թեմայի մասին խոսել ենք, բազմաթիվ անգամներ այս թեման հրապարակ են բերում։ Էդգար Ղազարյանը օրինակ հիշեցնում է, որ 2024 23 թվականի սեպտեմբերի 13-14-ին էր, որ ազգային ժողովի դիմաց այդ համախմբումը տեղի ունեցավ Արցախի հանձնելուց առաջ, այնտեղ իմպիչմենտի պահանջը բարձրացել չեն արել։ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ 2024 թվականի մայիսին իմպիչմենտի առաջարկա եղել չեն արել։ Եվ հիմա մենք էլի մեկ անգամ ենք բերում, բայց հիմնականում շատ խոշոր տարբերություն գոյություն ունի այս երկուսի միջև։ Ինչու խոշոր տարբերություն գոյություն ունի, որտեղ այն երկուսի դեպքում ժողովրդային շարժումը սկիզբը եկավ։ Ժողովրդային շարժումը ընդհանրապես իմպիչմենտի պատճառով չէր ձևավորվել։ Այն օր որ ժողովուրդը հավաքվել են ազգային ժողովի դիմաց, ընդհանրապես ուրիշ նպատակով էր գնացել, եթե հիշեք, Ջերմուկե տարածքում հարձակում էր եղել, առաջխաղացք էր ունեցել իշխան զորքերը, թշնամունը, ժողովուրդը հավաքվել էին այնտեղ, ինչ որ բացատրություն բան էին պահանջում, այդ ալիքի վրա նստած հիմա Էդգար Ղազարյանը փորձ կամ այդ թեւը փորձեց հիմա այդ ալիքի վրա մեջտեղ գցել անվստահության գաղափար։ Այսինքն հիմնականում անվստահության գաղափարը չէր դրվել, որ հետո ժողովուրդը դուրս գար դա պաշտպանելու համար գնար ինչ-որ բան անել։ Առաջ ժողովուրդն էր փողոցում եղել։ Այդ ալիքը ձևավորված էր, փորձել էին բերում էին, փորձում էին դա թիկունքից այդպես ասած խոթել այդտեղ եւ տանել առաջ։ Բագրատ Սրբազանի դեպքում են նույնն էր շարժման։ Բագրատ Սրբազանը չէր գնացել Նիկոլին իմպիչմենտ անելու համար, գնացել էին հրաժարական տալու համար։ Բայց շարժումը ձևավորելուց հետո մի տեսակ փորձեցին էլի այդպես ասած իմպիչմենտն էլ գցել դրա հետևից եւ փորձել ասել դե տեսեք իմպիչմենտն էլ կա այստեղ։ Այս դեպքում տարբերություն այնտեղ է, որ հիմնականում իմպիչմենտը հենց որպես գործընթաց հրապարակ բերվեց եւ ընդհանրապես ոչ ժողովուրդ կար փողոցում, ոչ այդպես ժողովրդային ընդվզում ձևավորելու նախադրյալներ կային։ Տարբերություն ուզում եմ հասկանաք, որ ինչ է եղում, ինչի պատճառով է եղել։ Հիմա եթե նստենք մտածենք, որ արդյոք Ռոբերտ Քոչարյանը եթե այդ հարցազրույցը չտար փետրվարի 17-ին, եթե չհայտարարեր, որ ինքը պատրաստ է ցանկանում է ընտրությունների մասնակցել, որ կամ օրինակ ընդհանրապես հակառակը լիներ, կար հարցազրույց տար, հարցազրույցում ասեր, չէ, ես այլևս ինչ չեմ տեսնում քաղաքականության մեջ, ես քաղաքականությունից դուրս եմ գալիս, կփորձենք հիմա օգտեմ, բան անեմ, եթե նման հայտարարություն լիներ, ես կարծում եմ հիմա 99%-ով կարող եմ ձեզ վստահեցնել, որ ընդհանրապես անվստահության հայտնելու գաղափար չէր լինի, չէր ձևավորվի, եւ հիմնականում դրա ձևավորումը կապված է Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարության հետ։ Ինչու դրա հայտարարության հետ էր կապված, փորձենք հասկանալ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Անմիջապես իր լայվերի ընթացքում հիմնականում դերաբաշխումը հետեւյալն էր։ Էդգար Ղազարյանը փորձում է սահմանադրական հիմնավորումներ բերի, ժողովրդին համոզի կամ մանիպուլացնի թեման, կիսատ ներկայացնի իրականությունները, փորձի այդպես մի հատ միտ ձևավորել, հատկապես իր տրամադրության տակ դրված հսկա լրատվական միջոցներով, որ ունեն հսկայական լսարան, իմ անունները չտամ, բոլորս գիտենք խոսքը ինչ լսարանների լրատվականների մասին է, առաջ տանել այն միտքը, որ այո, 100%-ով հնարավոր է իմպիչմենտ անել, դա սահմանադրական ձև է, կա սահմանադրության մեջ հնարավոր է անել, իսկ մյուս դերաբաշխումը արդեն դերը ստանձնել էր Նարեկ Մալյանը, որ կողքից պետք է սկսել շանտաժի ենթարկել Հայաստան Դաշնքին, Ռոբերտ Քոչարյանին եւ հիմնականում մեղադրել, որ եթե այն Էդգար Ղազարյանի կողմից բերված պատճառները սահմանադրական իմպիչմենտի համար իրականություն չեն դառնում, դրա առաջին եւ միակ պատճառը Ռոբերտ Քոչարյանն եւ Հայաստան Դաշնիկն է, որոնք դեմ են գնում։ Ինչու եմ հավակնում սա, որովհետեւ դեռ որևիցե նախաձեռնություն չսկսված, դեռ ամեն ինչը եւ գաղափարի մակարդակում է գտնվում, դեռ որևիցե վերջնական չկա, որևիցե նախաձեռնություն չի եկել, որևիցե խմբակցություն չի նախաձեռնել, ուղղակիորեն սկսում են թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին, ուղղակիորեն սկսում են թիրախավորել Հայաստան Դաշնքին։ Ինչ գիտեին իրենք, որ օրինակ կարող է պատահել Ռոբերտ Քոչարյանը երկրորդեր գաղափարը, գար օրինակ միանար, կամ Հայաստան Դաշնիկը միանար, ինչպես որ հետո դա տեղի ունեցավ։
Բայց իրանք ի սկզբանե չսպասելով հանդերձ, չսպասելով որ գոնե ինչ որ արձագանքներ լինի դիմացի կողմից, հետո դրա վրա ձևավորեն իրենց հետագա քայլերը, հենց առաջին, այդպես ասած, քայլերով գոնե Նարեկ Մանյանը իր լայվերի ընթացքում ուրեմն մտավ սկսեց այդ շանտաժի ձևերով եւ հարձակումներով առաջնորդել։ Մտեք ուրեմն նայեք Նարեկ Մալյանի այդ սկզբնական շրջանի լայվեր, իհարկե Facebook-ը կարծում եմ մեծ մասը մաքրել է, բայց դե տարբեր լրատվական YouTube-յան ալիքների մեջ կարող եք գնալ անցած փետրվարի այդ լայվերը նայեք, գրեթե հենց առաջին օրվանից սուրը մերկացված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, Հայաստան Դաշինքի դեմ, ծաղրի են ենթարկում, կրելու ենք հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից եղել է, ընտրություններն են սկսում հարցականի տակ տանել, Հայաստան Դաշինքին են փորձում հարցականի տակ տանել եւ ես մի քանի անգամ էլ ասել եմ, թե Էդգար Ղազարյանի հետ, թե Նարեկ Մալյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, երկուսի հետ էլ առանձին, երկու եթե չեմ սխալվում, մեկի հետ շուրջ 2 ժամ տևեց Նարեկ Մալյանի հետ, Էդգար Ղազարյանի 2.5 ժամ, բավական այդպես թեժ, Նարեկ Մալյանն հետ ավելի հանդարտ է եղել, Էդգարի մի քիչ ավելի թեժ եղավ զրույցներս, ավելի ուշ էր եղել, բայց ամեն դեպքում ոչ իրենք ինձ համոզեցին, ոչ ես իրենց համոզեցի։ Բայց հիմա այդ ամբողջ հակասություններով որ ունեցել ենք, ես մի բան կարող եմ գնահատել Նարեկ Մալյանի մեջ, որ ինքը եղավ անկեղծ։ Առաջին օրվանից ինքը շատ հստակ դրեց նպատակը իրենց եւ ասեց, որ ես եկել եմ ընդդիմությանը պարակտեմ։ Սա իր հայտարարությունն է։ Ասում էր, այո, ես եկել եմ կարմիր գիծ քաշեմ, ընդդիմությանը պարակտեմ։ Իմ գործը սա է։ Իր խոստովանությունն է, հույսով եմ, որ չի ասի, ես դա չեմ ասել, որտեղ կարծում եմ, ովքեր հետևել են իր լայվերին, ոչ թե մեկ անգամ, երկու անգամ, այլ բազմաթիվ անգամներ այդ մասին ինքը խոսել է եւ հայտարարել է։ Ի սկզբանե ուրեմն թեման հենց դա էր, ընդդիմությանը պարակտել, շանտաժի ենթարկել Հայաստան Դաշինքին, փորձել հնարավորինս հեղինակազրկել, վարկաբեկել նախ Ռոբերտ Քոչարյանին եւ հետո նրա հետ փոխկապակցված Հայաստան ուրեմն Դաշինքին։ Շատ բնական է, որ Ռոբերտ Քոչարյանի անձի դեմ վիրավորանքները անպատասխան չէին մնալու նաեւ մյուս կողմից, քանի որ Բեչնաշով Հայաստան Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ մյուս կողմից էլ պատասխաններ ինձում եւ արդեն դուք կարծում եմ բոլորս տեսանք թե շուրջ քանի ամիս ինչպիսի հրետանակոծություն էր երկու կողմից կատարվում ընդդիմադիր դաշտում եւ ես հիմա նայում եմ կարծում եմ իսկապես անիմաստ մի բան էր, թեմա էր, որը հրապարակ նետվեց հիմնականում բացվեց այդ թեման Նարեկ Մալյանի կողմից ընդդիմությանը պարակտելու համար, ինչպես որ ինքն էր ասած, ամենալավ միջոցը դա էր, որ վերել այդ մի կաթիլ մեղրը գցել գետին, հետո կողք կանգնել, հետո փորձել բոլոր կողմերին կռվածնել իրար հետ, որը հիմնականում դրանից շահողը ավելի շատ եղավ մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ամեն դեպքում այդ նախաձեռնությունը փորձեցին առաջ տանել, դրա ընթացքում շանտաժի ենթարկելու համար դիմեցին ամենածիծաղելի մեթոդներին, օրինակի համար ազգային ժողովում կայացած մեկ միջոցառում վերջնում էին հատվածաբար ներկայացնում էին, որպես ես ինչ գիտեմ, որ Հայաստան Դաշինքը գնում է, ես ինչ գիտեմ, ԿՊԱ-ականների հետ միջոցառումների է մասնակցում, թիթեռ է կախախում, ես ինչ գիտեմ, ազգային ժողովի ծառերին։ Փորձում էին դա միջոց ծառայեցնել հարվածելու համար Հայաստան Դաշինքին կամ վերցնում էին, ինչ-որ ինչ-որ միջազգային այցերից, ինչ-որ սեղանի շուրջ վերջնաշով, եթե գնում են պատվիրակություններ, մասնակցում են իրար կողքին նստած են, դա հանել, ներկայացնել որպես համագործակցության նշան, որ սրանք գնում են, ես ինչ-գիտեմ, համագործակցության մեջ են դրսում Ռոբերտ Քոչարյանը հիմնականում, ես ինչ-գիտեմ, իշխանություններին պահում եւ այդ շանտաժները, այդ ապակարոշչությունը ցավոք սրտի շարունակվեց երկար ժամանակ։ Իսկ ինչ եղավ այդ նախաձեռնության ճակատագիրը։ Էդգար Ղազարյանը սկսեց ուրեմն հանդիպումներ ազգային ժողովի տարբեր падգամավորների հետ։ Կարծում եմ, այս բոլորից սկզբից էլ բոլորը գիտեին, որ ոչ թե ԿՊԱ-կան նրան չի ընդունելու, թույլ չի տալու մտնել իր գրասենյակ, եւ հիմնականում խնդիրը ԿՊԱ-կաններն էին, այլապես Հայաստան Դաշինքը, որից է այդպես ասած հակասություն կամ հակառակություն չէր կարող այդ նախաձեռնության հետ ունենալ։ Այդ քննարկումները սկսվելուց հետո հիմա որքան էլ որ տարօրինակ թվաց իրենց, հավանաբար չէին էլ ենթադրում, որ առաջ են ընկնելու Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Ղազարյանը որպես ԿՊ-ից անջատված երկու ուրեմն падգամավորներ եւ ներկայացնելու են իրենց իմպիչմենտի նախաձեռնությունը ուրեմն Էդմոնդ Մարուկյանին որպես վարչապետության տեխնացու ունենալով։ Ու նույն մարդիկ, ովքեր իմպիչմենտի գաղափարն էին առաջ տանում, փոխարեն գան կանգնեն այդ երկուսի թիկունքին եւ ասեն, բա դե վերջապես մի հատ նախաձեռնություն եղավ, ուրեմն գնանք կանգնենք, փորձենք տանենք առաջ, սկսեցին քարկոծել, քանի որ դե հիմնականում իրենց նպատակը չէր, որ իմպիչմենտ տեղի ունենա, իրենց նպատակն էր չէր, որ ասենք Հովիկ Ղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը գային այդտեղ ինչ-որ բան ծրագրեին։
Հովիկ Աղազարյանի, Վակոբ Ասլանյանի ուրեմն այդ նախաձեռնությանը հաջորդեց արդեն պաշտոնական նախաձեռնություն, պաշտոնական անտիտխոսակիր ընդդիմության խմբակցություններից մեկի կողմից, պատիվ ունեմի կողմից, որը հանդես եկավ նախաձեռնությամբ, եթե չեմ սխալվում, հունիսի 7-ին էր այդ նախաձեռնությունը եղավ եւ Դավիթ Համբարձումյանին ներկայացրեցին որպես վարչապետության թեկնածու։ Հայաստան Դաշինքի ուրեմն հակազդեցությունը շատ հստակ էր։ Առաջին րոպեին հենց այդ հայտարարություն տարածելուց հետո նախաձեռնությունը ներկայացնելուց հետո Հայաստան Դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, տարբեր տեղեր տարածվեց այդ հայտարարությունը, որ մենք իրենք պատրաստ են սատարել Նիկոլին հեռացնելու ցանկացած նախաձեռնության, որը կբերվի ազգային ժողով, դա նույնպես անվստահության նախաձեռնությունը, եւ թղթի վրա իրենց ստորագրությունները դրեցին եւ հայտարարեցին, որ մեր ստորագրությունները, մեր խմբակցության այդ ստորագրությունները, որ ունենք, բոլորը պատրաստ են, թղթի վրա դրված են, ինչ վարկյանի որ դուք ունեցաք մյուս բավարար ստորագրությունները նախաձեռնություն ազգային ժողով դնելու համար, եկեք մեր նախատեր այդ ստորագրությունների թերթիկը վերցեք, կցեք ձեր թերթիկին, տարեք դրեք ազգային ժողով։ Հետ իդեպ որովհետեւ որքան գիտեմ ազգային ժողովում տեխնիկական առումով պարտադրանք չկա, որ այդ ամբողջ ստորագրությունները պետք է նույն համարի շարունակությունները լինեն, նույն թղթի վրա պետք է լինի, շարունակությունը պետք է ամեն դեպքում ստորագրություններ են անհրաժեշտ, դու կարող ես ստորագրությունները առնես եւ հետո գցես։ Որից է արգելք չկար, որպեսզի այս խումբը գնար, փորձեր ստորագրություններ հավաքել, եւ երբ ստորագրությունները հավաքվեցին, այսինքն բավական ստորագրություններ եղան, գային այդ 28 ստորագրությունը, որ ուներ Հայաստան Դաշինքը, այդ 28 ստորագրություններն էլ վերցնեին, այդ թերթիկը գցեին, տանեին, մտցնեին ազգային ժողով։ Ինչ եղավ արդյունքում։ Հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի 26 որևիցե քայլ չիրականացվեց։ Ամբողջ այդ ամառվա կտրվածքում, որը չափազանց հարմար առիթ էր քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, աշխատանք տանելու համար, եթե պետք է նաև ժողովրդային շարժում, փողոցային ճնշում ձևավորելու համար, բացարձակապես որևիցե բան տեղի չունեցավ, որևիցե քայլ չձեռնարկվեց։ Այդ ստորագրությունները, որ 6 ստորագրություն էին, ուրեմն պատիվ ունեմ խմբակցությանը, որոնք դրվել են հետակը, նույնիսկ իրենց սեփական թիմից անջատված Իշխան Զաքարյանի ստորագրությունը չկարողացան վերցնել։ Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյանը հայտարարեցին, որ կարծում եմ չեն միանալու այդ նախաձեռնությանը։ Կպականների վիճակն էլ արդեն բոլորս գիտենք, բարձր որ ի սկզբանե իրենք չէին միանալու այս նախաձեռնությանը։ Այն որ ընդհանրապես որևիցե քաղաքական ուժի կողմից սատարում չի եղել այս նախաձեռնությանը, կարծում եմ խոսում այն մասին, որ բոլորն էլ ի սկզբանե գիտեին, որ այս նախաձեռնությունը ձախողած է։ Հայաստան Դաշինք առաջին օրվանից հայտարարեց, որ մենք գրեթե վստահ ենք, որ այս նախաձեռնությունը որևիցե օգուտ չի տալու, եւ ընդհակառակը, եթե ձախողի, հերթական անգամ ժողովրդին բերելու է հիասթափության, որ մենք էլի արեցինք, էլի չկարողացանք, մեկ անգամ եւս ժողովուրդը հիասթափվելու է, եւ ընդհանրապես ես անձամբ եմ ասել, որ մենք խորհրդարանական երկիր ենք խորհրդարանական համակարգով եւ խորհրդարանական համակարգերի մեջ եթե դու անվստահության նախաձեռնություն ես ստանում ազգային ժողով, իսկ ազգային ժողով այդ անվստահության նախաձեռնությունը չի հաստատում, դրա հակառակ իմաստը լինում է այն, որ ազգային ժողովը հաստատում է վստահություն այդում գործող վարչապետին եւ դա դառնում է կրեդիտ Նիկոլ Փաշինյանի համար իր հետագա քայլերի համար։ Եվ չպետք է այդ քայլ անել, եթե դու վստահ ես, որ այս նախաձեռնությունը ձայն չի բերելու, ամեն դեպքում դա ազգային ժողով տանելը անիմաստ է եւ վտանգավոր։ Նման գաղափար էին տանում, դե կտանենք, հիմա ձայն կբերի, ձայն չբերի, երկրորդական է, մի հատ փորձ անենք, բայց փորձ չանելը, շեշտում եմ, տրամաբանորեն խորհրդարանական համակարգի տրամաբանությամբ բերում է հանգեցնում է նրան, որ ցույց է տալիս, որ ներկա վարչապետ ունի վստահություն իր քաղաքական քայլերը ուրեմն շարունակելու ուրեմն համար։ Ես այդ ընթացքում մի հետարքի լայվ ունեցել եմ այդ կապակցությամբ, խոսել եմ այդ բոլոր պատճառները բերել եմ այդտեղ ներկայացրել եմ։ Իդեպ փակակից բացեմ, մի բան էլ ասեմ, ես պաշտոնապես հայտարարեցի Էդգար Ղազարյանին հրավիրեցի, որպեսզի որ ցանկացած վայրում, ցանկացած ժամի, որ հարթակում, որ ինքն է ցանկանում, ես պատրաստ եմ իր հետ նստեմ, բաց բանավեճ ունենանք։ Իմ գիտելիքների համապատասխան ես փորձեմ իմ տեսակետները բերել, թե ինչու իմպիչմենտը հնարավոր չի անել եւ դա նախապես ձախողած նախաձեռնություն այն, որ հիմա եմ հավակնում, ինքն էլ թողեք իր պատճառաբանությունները բերի եւ ժողովուրդը դատի, որ ո՞վ ճիշտ ասում է կապակցությամբ։ Իմ պատասխանը իր կողմից եղավ, որ դու զազախոս ես, դու ով ես, որ ես կամ քեզ այդ բանավիճեմ եւ ընդհանրապես հրաժարվեցին բանավեճից, քանի որ իրենց համար շահավետ էր ունենալ միաձայն մեկ լսարան եւ այդ միաձայն լսարանի միջոցով տեսակետները տարածել, թույլ չտալ, որպեսզի հակառակ տեսակետներն էլ
ուրեմն արձածվեն։ Իսկ եթե պիտի հակառակ տեսակետ լինեին, այդ հակառակ տեսակետը պիտի լիներ իմ նմնեմի այս շոյերի ժամանակ, գիշերվա ժամը 1-ին 2-ին ազգային ժողովի պատգամավորին հոգնած ջարդված տանեին նստացնեին գիշերվա ժամը 1-ին, այդտեղ սկսեին հարցաքննելու նման հարցազրույց տալ, իրանից ինչ-որ մտքեր կորզել, հետո դա բերել ներկայացնել որպես իրենց, այդպես ասած, հաստատում իրենց հայտարարությունների։ Ամեն դեպքում ամռան այդ շրջան անցավ, մենք հասանք սեպտեմբերի 26-ին, լսումներ կազմակերպեցին ազգային ժողովում, հենց նույն անվստահության, ուրեմն նախաձեռնության կապակցությամբ պատիվ ունեմ խմբակցության կողմից։ Այդ լսումներին ներկայացավ ուրեմն Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը եւ պաշտոնապես հայտարարեց, որ հետագա շահարկումներին, որպեսի վեճ տանք, որ դուք ձեր ստորագրությունները առանձին թղթի վրա եք դրել, դա մեզ օգուտ չի տալիս, մենք չենք կարողանում ոչինչ անել, որպեսի այլևս այդ թեման չլինի եւ ավելի հանգիստ կարողանան, պես ասած, անվստահության նախաձեռնողները գնան աշխատանք տանեն, փորձեն այս նախաձեռնությունը տեղ հասցնել, Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, որ հեսա մենք հենց հիմա գնում ենք եւ մեր ստորագրությունները դնում ենք հենց իրենց թերթիկի տակ այս անգամ, այլևս այդ մեր թերթիկն են մոռացեք, մենք գալիս ենք ձեր թերթիկի տակ դնում ենք մեր ստորագրությունները։ Հետևաբար սեպտեմբերի 26-ից հետո իմպիչմենտի նախաձեռնության տակ արդեն կար 34 ստորագրություն։ Երկու բացակայող ստորագրություններ ազգային ժողով մուտք գործելու համար, մեկը Գեգամ Նազարյանին էր, որը որպես անկախ պատգամավոր անջատվել էր Հայաստան դաշինքից, իսկ մյուսը Իշխան Զաքարյանինը, որ նույնպես որպես անկախ պատգամավոր անջատվել էր ուրեմն պատիվ ունեմ խմբակցությունից, երկուսն էլ ապօրինի կերպով են պահել այդ մանդատները, ես միշտ էլ ասել եմ Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան, Հայաստանի Հանրապետության մեջ անկախ պատգամավոր չի կարող գոյություն ունենալ խորհրդարանական համակարգում, եւ նրանք Հայաստանի Հանրապետության օրենսգրքով քրեական պատժելի արարք են թույլ տվել լիազորությունների ժամկետի ավարտին պահելով իշխանությունը եւ չհանձնելով։ Հիմա եթե մի օր արդարադատություն լինի, հավանաբար պիտի գնան բոլոր մարդկանց, ովքեր այդ ձևաչափով են առաջնորդվել, դատել եւ պատժել։ Հիմա դա երկրորդական հարց է, այդ թեման չբացեմ այստեղ։ Ուրեմն սեպտեմբերի 26-ից հետո պաշտոնապես 34 ստորագրություններ եղել են այդ նախաձեռնության տակ։ Ունեին ժամանակ, որպեսզի գնային, փորձեին այդ սեպտեմբերի 26-ից հետո մինչև այսօր, հիմա շուտով արդեն կդառնա 6 ամիս, մարտի 26-ին կդառնա 6 ամիս, որ այդ նախաձեռնության տակ գոյություն են ունեցել 34 ստորագրություններ։ Բայց նույնիսկ այդ անկախ պատգամավորների ստորագրությունը հնարավոր չեղավ առնել, կամ չփորձեցին առնել, կամ չցանկացան առնել, չգիտեմ որն է տարբերակ, բայց փաստը մնում է փաստ, որ 34 ստորագրությունը ոչ 35 դարձավ, ոչ 36, որ մտնի ազգային ժողով, ոչ էլ դրան ավելացան, ասենք մի 18-20 ԿՊԱ-ական պատգամավորների ստորագրություններ, որոնք գոնե թղթի վրա կերաշխավորեին, որ այս նախաձեռնությունը կարող է շանս ունենալ։ Թեև ես միշտ էլ ասել եմ, նույնիսկ այդ թերթիկի տակ 100 ԿՊԱ-ական պատգամավոր էլ կան ստորագրեն, ոչ մի նշանակություն չունի, քանի որ որոշումը կայացվում է ազգային ժողովում փակ քվեարկության ընթացքում եւ այդ փակ քվեարկության արդյունքում է որ բարձվում է ինչա լինելու վարչապետի ճակատագիր։ Ցանկացած ԿՊԱ-ական այսօր կարող է գալ այդ թղթի տակ ստորագրել, վաղը քվեարկության ժամանակ հիմա շանտաժների կամ ինչ պատճառներով փորձել այդ իր որոշումը փոխի եւ ձայնը փոխի եւ հակառակ ուրեմն քվե տալ։ Ամեն դեպքում այդ ձայները չգոյացան, այդ նախաձեռնությունը ազգային ժողով չմտավ եւ հենց այսպես ամիսներ շարունակվեց, հետո Դավիթ Համբարձումյանին կանոնավորեցին, մի տեսակ կարծես բոլորը մոռացան, որ նման մեկ նախաձեռնություն կա, հիմա ամեն անգամ մի փոքր մի բան էր միտեղ լինում, ասում են դե տեսեք իմպիչմենտ անենք սա տեղի չեր ունենա, իմպիչմենտ անենք սա տեղի չեր ունենա, բայց որից է մեկը չէր հիշում, որ այդ իմպիչմենտ անելու համար նախաձեռնողները պետք է առաջին քայլեր վերցնեին եւ փորձեին գնալ եւ ուրեմն այդ ստորագրությունները հավաքել։ Ես հիշում եմ փետրվարին, երբ այդ նախաձեռնությունը նոր Երևան եկավ, իմպիչմենտի իրականացման ձևը բնականաբար երբ խոսում էին մասին, հետեւյալն էին ասում, որ դրա համար անհրաժեշտ է փողոցային ճնշում, առանց փողոցային ճնշման չի կարելի հասնել դրան։ Ուրեմն պիտի փողոցը եռացնել, նախաձեռնությունը լինի, հետո փողոցը եռացնել, այդ փողոցը եռացնելով գնալ ԿՊԱ-ականների հետ բանակցել եւ իրենց ստորագրություններ ստանալ։ Իսկ ով պիտի փողոցը եռացնել, ով պետք է այդ ստորագրությունները հավաքել։ Սկզբնական շրջանում ինչ էին ասում մեր նախաձեռնության, այդպես ասած, գիգանտ նախաձեռնողները կամ մտքի գիգանտները, Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը։ Բացեք Նարեկ Մալյանի հարցազրույցը, կարդացեք 168.am-ի հետ, այս նույն այս խորագիրն է կրում եւ դեռ 168.am-ի կամ հույսով եմ ալիքի մեջ չեն անել, դա գոյություն ունի։ Խորագիրը հենց հետեւյալն է, որ փողոց եռացնողն էլ կա, ԿՊԱ-ականների հետ բանակցողներ կա։ Սա ուղղակի հարցազրույցի, եթե
ամբողջ տրամաչեք լսեք հարցազրույցի վերջին րոպեների ընթացքում նման հայտարարություն անում։ Եվ իրենց տարբեր հարցազրույցների ժամանակ, ելույթների ժամանակ, լայվերի ժամանակ, գրառումների ժամանակ նույն մետքն էին կրկնում սկզբնական շրջանում, որ մենք Հայաստան դաշինքից, մյուս խմբակցություններից որից է բան չենք ուզում։ Դուք միայն ձեր 36 ստորագրությունները դրեք, տվեք մեզ, այդ նախաձեռնությունը մստեք ազգային ժողով, մնացածը մենք գիտենք ինչ անենք, գիտենք ինչպես ժողովրդին բերենք փողոց, գիտենք ինչպես քպականների հետ բանակցենք։ Շեշտում եմ, գնացեք Նարեկ Մալյանի այդ հարցազրույցը լսեք։ Գարդիկ Իսագուլյանը իր լայվերից մեկի ժամանակ նման հայտարարություն է կատարում, սա անձամբ ես եմ լսել, որ Էդգար Ղազարյանը, ինչ գիտեմ, դա է որ մտնում է կամ իմ YouTube-յան հաղորդումները, որ ունի տարբեր տեղերում մի 100,000 մարդ է Հայաստանում իրեն լսում, էսա վաղը որ հայտարարվեց այսինչ ժամին ժողովուրդ եկեք լսեք ազգային ժողովի դիմաց, մի 10,000 մարդ ճանապարհվելու է, մարզերից գալու է լսվելու ազգային ժողովի դիմաց եւ impeachment-ի հանջի փողոցային տեսած ճնշում այդտեղից սկսի գործադրվել։ Հիմա անկեղծ չեմ ուզում բան ասեմ, բայց ամեն դեպքում բոլորս գիտենք, որ Էդգար Ղազարյանի հայտարարած հանրահավաքները քանի հատ ընդառաջել եւ ընդհանրապես այդ լայքերը, այդ բաները, դիտումները որ կան, ընդհանրապես չի կարող հիմք ծառայել փողոց երացնելու համար։ Իսկ երբ Էդգար Նարեկ Մալյանին ասում դուք ոնց ես ուզում քպականների հետ բանակցեք, սկզբնական փուլում հետեւյալ թեման էին առաջ կաշում։ Դե այդ մարդիկ փողի մունլատ են աշխատում, փողի խնդիր ունեն, վարկեր են վեսել, վարկ փակելու խնդիր ունեն, մենք իրենց վարկերը կփակենք, խոստումներ կտանք, երկուսն էլ ես եմ ին վրա վերցնում, իրենց վարկը փակեմ, կգնանք կբանակցենք, այդ մարդկանց խաբոսենք։ Մի քիչ անց կարծես կողքից իրենց հիշեցին, որ ինքեր դա ասպես կոռուպցիա է։ Այդ որ առաջի քայլը որ վերցես այդ կապակցությամբ, գալու են առաջ քեզ են կալանավորելու, հետո էլ այդ падգամավորին են ուրեմն մանդատից զրկելու, քանի որ եթե դու փողով գնում ես падգամավորին ինչ-որ առաջարկ ես տալի, որ ձայնը ստանաս, դա արդեն կաշառք առաջարկելու կաշառք առաջարկել աշխարհի բոլոր կետերով ոչ միայն Հայաստանում դա քրորեն պատժելի արանք է։ Եվ հետո էդ էլ հանեցին իրենց օրակարգից ու որից է մեկը չգիտեր թե ինչպես են համոզելու քպականներին, որ կան եւ ցայն տան։ Իսկ Սեպտեմբերի 26-ից հետո, երբ իրենց կոչ էի կանում, ասում եք դե լավ հիմա ստորագրություններն էլ կա, դե գնացեք հիմա բանակցեք, փողոց երացրեք։ Ասում եք դե փողոցներ մենք երացնենք, քպականներիդ էլ մենք պիտի բանակցենք, ուղղակի իրենց հայտարարություններն եմ անում առանց ավել պակասի։ Բայց դե մենք մի հատ նախաձեռնություն էր, մենք մենակ գաղափարն ենք բերել։ Այդ բա դուք ինչ եք անում, դուք գնացեք երացրեք, փողոցն է դուք պիտի երացնեք, ստորագրությունը դուք պիտի հավաքեք, քպականների հետ դուք պիտի բանակցեք։ Ու միանգամից ամեն ինչը սկսեց փոխվել եւ հակառակ ուղղությամբ գնալ։ Կարծում եմ արդեն բոլորիս համար լրիվորեն պարզ է, որ սկզբից եւ յետ այս նախաձեռնության նպատակը չի եղել Նիկոլին իմպիչմենտի ենթարկել, քանի որ հենց Էդգար Ղազարյանը լինելով սահմանադրությունը, այսպես ասած, լավ մանրամասը քննարկելով, նաեւ Նարեկ Մալյանը քպականներին ճանաչելով, երկուսն էլ լավ գիտեն, որ ոչ մի քպական չի գալու այս նախաձեռնությանը միանալ, ընդհանրապես այս նախաձեռնությունը հաջողության 0 շանս ունի։ Բայց ինչու էր այդ նախաձեռնությունը հրապարակ նետվում։ Ես ունեմ երկու պատճառ։ Առաջին սկզբնական շրջանում պատճառը ուրիշ էր, հետո փոխվեց պատճառը իմ համոզմամբ եւ հիմա արդեն այդ երկրորդ պատճառը մասամբ ավելի ուժեղացված գործում։ Առաջին պատճառը Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու, Հայաստան դաշինքին հեղինակազրկելու, հարվածի տակ առնելու միջոց ստեղծելն է։ Եթե դու ուզում ես մեկին շանտաժի ենթարկես, հարվածես, քարկոծես, պիտի մի հատ այդպես հող պատրաստես դրա համար սկզբում։ Եվ այդ անվստահության նախաձեռնությունը այդ հողը պատրաստում էր, քանի որ իրենք ի սկզբանե գիտեին, որ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանը սկզբունքային մարդիկ են, զգացմունքներին չեն տրվում, մտածում են եւ գիտեն ինչ քայլեր, եթե մի քայլ շանս չունի հաջողության, բնականաբար չեն գնալու, ի սկզբանե գիտեին, որ այդ առումով այս նախաձեռնությունը գոնե սկզբնական փուլում չի ընդառաջվելու, այդպես էին հավատացած, որ չի ընդառաջվելու ուրեմն Ռոբերտ Քոչարյանի կամ Հայաստան դաշինքի կողմից եւ մինչեւ վերջ Հայաստան դաշինքը դեմա գնալու, Ռոբերտ Քոչարյանը դեմա գնալու, իսկ իրենք էլ փորձելու են Էդգար Ղազարյանի այդ ձևակերպումներով, որ ժողովրդին համոզել էր կլինի իմպիչմենտ անել ժողովրդին խաբելով, հիմա այնպես ձևացնել, որ տեսեք կարելի էր իմպիչմենտ անել չարեցին, ուրեմն մեղավորը Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքն է, որ Նիկոլը մնացել է իշխանության։ Բայց խաղի կանոնները փոխվեցին հունիսի 7-ից հետո, երբ ուրեմն այդ նախաձեռնության տակ առաջ բացարձակ պաշտոնապես հայտարարության միացավ Հայաստան դաշինքը, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից պաշտոնական ստորագրություններն էլ կային, թեև շեշտում եմ եւ միշտ էլ կշեշտեմ, Հայաստան դաշինքը ոչ թե սեպտեմբերի 26-ին է միացել այս նախաձեռնությանը, այլ հենց հունիսի 7-ին այդ նախաձեռնության Երևան գալուց հետո։ Եվ այս այդպես ասած Հայաստան դաշինքի այդ հայտարարությունը
կարծում եմ մի տեսակ խաղի կանոնները փոխեց, որտեղ իրենք ենթադրում են, որ ստորագրությունները չի լինի, իրենք կշարունակեն այդ թեմայով եւ քարկոծել եւ քննադատել Հայաստան Դաշնքին։ Բայց այն փուլից երբ արդեն եղան ստորագրություններ, բնականաբար այլևս չէին կարող այդ ուրեմն քննադատությունը այդ ուղղությամբ առաջ տանել։ Հիմա մենք տեսնում ենք մի շրջան այդպես ասած пассив վիճակ, որից մեկը չի խոսում այս նախաձեռնության մասին, բոլորն էլ սկսում են մի տեսակ մոռանալ։ Իսկ այդ ընթացքում տեղի ունեցավ ինչ, ձևավորվեց մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանի միջոցով։ Սա նոր մտահոգություն ստեղծեց, որտեղ չունենք պատկերացնում են հաջորդ ընտրություններում լինելու է Ռոբերտ Քոչարյանը, դե իրեն արդեն բավական հեղինակազրկել են, վարկաբեկել են, մի հատ էլ Նիկոլ Փաշինյանը սկսել լինելու, եւ իրենք էլ արդեն հիմա Ռոբերտ Քոչարյանը հեղինակազրկվել է, հավանաբար իրենց կաշխելքով այդ կետպես էին պատկերացնում, եւ իրենք կարողանան այդպես իմպիչմենտի թեմայի շուրջ այդպես ասած կենտրոնացում ստեղծելով, փորձել այդպեսի մի հատ գաղափար ստեղծել, որ դա հիմա քանի որ արդեն մենք ունենք միասնական մի հատ տեխնացու, գնանք այս ուղղությամբ եւ նրանով մասնակցենք ընտրությունների։ Մեր ձևով շարժումը կարծում եմ մի տեսակ էլի խաղի կանոնները այստեղ փոխեց, որտեղ Երևան եկավ մի շարժում, որը միանգամից ժողովրդային լայն ընթառաջում արժանացավ եւ պարզ դարձավ, որ հաջորդ ընտրություններում ոչ թե լինելու է միայն Նիկոլ Փաշինյան, այլ Ռոբերտ Քոչարյան, այլ այդ երկուսի մեջտեղում ձևավորվել արդեն մեկ այլ շարժում, Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը, որի դեպ Ռոբերտ Քոչարյանից ավելի շատ ձայներ ունի։ Նաև հավելացնեմ, որ այս ընթացքում բոլոր սոցիալությունները ապացուցեցին, որ այդ ամբողջ ջանքը, որ այս շրջանում տարվել է Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու, հեղինակազրկելու համար Հայաստան Դաշնքին, անօգուտ են եղել, ընդհանրապես այդքան էլ չի ազդել Ռոբերտ Քոչարյանի ուրեմն ռեյտինգի կամ այն տոկոսների վրա, որոնք իրենք ունեն ընտրությունների ժամանակ, բայց փոխարենը մի խոշոր խավ, որը դրսում էր մնացել, որպես արտախորհրդարանական ուժեր ընդդիմություն, նրանք գալիս են եւ սկսում են ձևակերպել եւ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Հետևաբար իմպիչմենտը կամ անվստահության նախաձեռնությունը լավ միջոց էր մեկ այլ բևեռ ձևավորելու համար։ Դու ինչ ես անում, Նարեկ Մարյան այս մասին կարծում եմ իր լայվերից մեկում հստակ խոսեց, որ մի տեղից հետո, եթե չեմ սխալվում, հուլիսից հետո էր, որ մի ձևով շարժումը ձևավորվեց, արդեն իրենց խոսույթը սկսեց փոխվել եւ Նարեկ Մարյանի լայվերը գնաք հուլիսի 27-ից հետո նայեք, 27-ից հետո եթե նայեք, նման գաղափար առաջ տանում, որ մեր նպատակը պետք է լինի, մենք հիմնականում այդ ստորագրություններն էլ որ հավաքվի 52-ը չենք տանելու ազգային ժողով, նման մեկ բան էին ասում։ Դեռ պիտի սպասենք, փողոց եղածվի, եւ մեր նպատակն է նա, որ դրսում ազգային ժողովից դուրս արտախորհրդարանական ուժերի համախմբում լինի այս իմպիչմենտի նախաձեռնության շուրջ։ Այսինքն դու ստեղծում ես մի հատ նախաձեռնություն իմպիչմենտ անունով, ունենում ես քո վարչապետության տեխնացուն այդտեղ եւ դա ներկայացնում ես որպես իշխանապողության միջոց, բայց այդ նախաձեռնությունը չես տանում մտցնես ազգային ժողով, ասելով դե հիմա շուտ ատանեմ, պահում ես, բայց փորձում ես արտախորհրդարանական ուժերին բերել համախմբել այդ գաղափարի շուրջ։ Ինչ ա լինում, ձևավորվում է դրսում մեկ բլոկ քո շուրջ, որը քեզ համար այդպես ասած հարմար արդեն թիմ է ստեղծում հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։ Դա էլ կարծում եմ իրենց չհաջողվեց, առաջին փորձերը որ եղել են անհաջող է եղել այդ կապակցությամբ, այդ հիմա նայում ենք, տեսնում ենք այդ համախմբում ոչ թե այստեղ առաջացավ, այլ առաջացավ մեր ձևով շարժման շուրջ, Սամվել Կարապետյանի շուրջ։ Հիմա որքան արդեն սկսեցինք մոտենալ ընտրություններին, մի տեսակ կարծես ճամբարները արդեն հստակեցվել են եւ պարզ է դարձել, որ մենք որտեղ ենք ուրեմն կանգնած։ Կա Նիկոլ Փաշինյան, ԿՊ, որը մասնակցելու ընտրություններին արդեն բոլորս կարծում եմ հստակ են։ Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ կերպով արդեն հայտարարել է, կարծում եմ այս շաբաթ կամ առաջիկա շաբաթների ընթացքում հստակ կերպով թիմը վարչապետության տեխնացուն ամեն ինչ հայտնի կլինի եւ կսկսեն իրենց պաշտոնական քարոզարշավը, թեև արդեն իսկ այդ քարոզարշավը ոչ պաշտոնական կերպով սկսված է։ Սամվել Կարապետյանի թիմը արդեն ձևավորված է, իրենց ձևաչափը ասել են, Սամվել Կարապետյանը վարչապետության տեխնացու է, բայց առայժմ չեն կարող իրեն ներկայացնել։ Հիմա ճանապարհային քարտեզն են գծել, ես դրա մասին խոսել եմ, չկրկնեմ այստեղ։ Նարեկ Կարապետյանն իրենց թիմի ղեկավարն է այս փուլում եւ այդ ճակատները գոյություն ունի։ Դրսում շատ բաց տեղ չի մնացել այս պահին։ Առավելագույնս ես նախորդ լայվերի ժամանակ էլ ասացի, որ 3 Գագիկ Ծառուկյանն էլ արդեն նախաձեռնության Հզորը Հայաստան, եթե չեմ սխալվում, այդպեսի մի առաջարկով է հանդես եկել, նախաձեռնություն չի, դրան միացել է Մայր Հայրենիք կուսակցությունը, այլ դեմոկրատական այլընտրանքն է միացել եւ այդ այդտեղ այդ ուրեմն աշխատանքը տարվում է։ Բավական կարծում եմ հզոր թիմ է լինելու, հատկապես Մայր Հայաստանը, ես վստահ եմ Երևանում բավական իրենք ձայներ ունեն, կարող են այդ ձայները բերել այդտեղ ներկայացնել։ Ուրեմն
արդեն իսկ ընդդիմադիր դաշտում 3 բլոկ կա։ Առավելագույնը մի 4-րդ բլոկի տեղ էլ այստեղ գոյություն ունի, որը կարող է ունենալ։ 4-րդ բլոկից ես նախկին անգամ թվաբանական հաշվարկներով ասացի, որ եթե անցնենք, արդեն վտանգավոր է դառնում եւ սկսվում է ձայների, ուրեմն փոշիացում։ Հիմա 4-րդ տեղի հավակնության համար արդեն տեխնացու կա միասնության թևերը Արման Թաթոյանի, որը կոշտ հայտարարություններով է հանդես գալիս նախկին նախագահների Հասեն Ակաբեզ, Ռոբերտ Քոչարյանի Հասեին, նրան միացել է Հայակվեն եւ չգիտեմ դեռ ովքեր կմիանան, Դոգյամի կողմից ինչ-որ հավակնություններ ունի։ Հիմա այդ 4-րդ տեղի համար ես կարծում եմ կռիվ է գնում։ Նաև ՀԱԿ-ի հայտարարությունները կամ միլեցակ անորոշ վիճակի մեջ է, քանի որ ՀԱԿ-ը հիմա սկզբնական շրջանում, եթե հիշեք, ամենից առաջն էր, որ իր մասնակցություն ընտրություններին հայտարարեց, նույնիսկ Լևոն Զուրաբյանին ներկայացրեց որպես վարչապետության տեխնացու, բայց մի տեսակ կարծես իրենք սկսել են կասկածով նայել, կասկածել, որ կարող են հաջորդ ընտրություններում բավարար ձայներ ստանալ եւ շեմն անցնել, չեն ուզում այդ պատասխանատվությունը ձայների փոշիացման իրենց վրա վերցնելու, եւ վերջին մի քանի օրերի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակաբար Սամվել Կարապետյանի շուրջ հավախնվելու փորձ անում, գուցե հույս ունի, որ Սամվել Կարապետյանը կընդունի իր թիմի մեջ իրեն, կամ չգիտեմ, հիմա ձևաչափը ինչ կլինի եւ ինչպես ուրեմն կառաջորդվեն։ Հիմա այս մեջտեղում մնում է հանրապետական կուսակցությունը, որ հիմնականում որից աշխատանք չի տարել, ես ամենայն հարգանքով եմ ուզում ասել, բայց իրականությունը մնում է իրականություն, որ բոլոր սոցցանցումների ժամանակ իրենք առավելագույնը 1 կամ 2% են կարողացել հավաքել, նշանակում է, որ առանձին ընտրությունների մասնակցելու դեպքում շանս չունեն, կարծում եմ հիմա հայտարարություններ իրենք կանեն, բայց փաստը մնում է փաստ, որ այդ շեմն անցնելու, գիտեք, այս տարի ընտրություններում անկախ կուսակցությունների համար շեմն անցնելու չափը 4% է, այսինքն դու 4% հավաքես որպես առանձին կուսակցություն, որ կարողանաս մտնես ազգային ժողով։ Այդ 4% հավաքելը գրեթե անհնարին է, հատկապես հիմք ընդունելով ամենավերջին ընտրությանը, որ իրենք մասնակցել են, դա տեղի չի ունենալու։ Հետաբար այդ ձևաչափով չեն կարող մասնակցեն, ուրեմն մնում է դաշինքի տարբերակը։ Դաշինքը ինչպես կարող է լինել։ Կամ իրենք պետք է գնան միանան դաշինքներից մեկին։ Ես նախկին անգամ էլ ասեցի, մեր ձևով շարժման մեջ չեն կարող տեղավորվել, որտեղ նրանք հստակ ասել են, որ մենք նախկինների հետ առնչություն չունենք, հետեւաբար հանրապետական կուսակցությունը այդտեղ չի կարող տեղավորվել։ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի մեջ արդեն բարձրավոր չեն լինելու։ Գագիկ Ծառուկյանի դաշինքի դռները փակվեցին իրենց դիմաց, երբ Մայ Հայաստանը մտավ այդտեղ, եւ ուրեմն Գագիկ Ծառուկյանի հետ էլ չեն գտել, խոսում են, որ գուցե Գագիկ Ծառուկյանի հետ գնան, Գագիկ Ծառուկյանի դրոշի տակ էլ չեն կարողանալու մտնել, քանի որ Մայր Հայաստանը այդտեղ է եւ դժվար թե հնարավոր կլինի ուրեմն Մայր Հայաստանին եւ Հանրապետականին տեսնել իրար կողքի Գագիկ Ծառուկյանի դաշինքում։ Հիմա դրսում շատ հնարավորություն չի մնում ամեն դեպքում։ Հիմա մի ելք մնում է, միակ ելքը որ այստեղ մնում է, որ փորձեն իրեն շուրջ ինչ որ համախմբում ստեղծել եւ իրենք դառնան դրոշակակիր այդ համախմբման եւ հիմա իրենք իրենց ձեռքում ունեն մեկ հնարավոր միջոց, դա impeachment-ն է, նախաձեռնությունն է, որի շուրջ հենց այն ձևաչափով որ Նարեկ Մարյանը հուլիսի 25-ից 26-ից դեռ ասել էր, փորձ կատարեն արտախորհրդանական ուժերի հետ մտնեն շփման մեջ, որ եկեք համախմբվեք մեր շուրջ, մենք կարողանանք impeachment անենք, գնանք մի հատ էլ փորձենք, բայց դե մեկ է, բոլորս էլ գիտենք, որ այդ նախաձեռնությունը ազգային ժողով չի մտնելու, բայց փոխարենը դրսում լինելու է մի հատ համախմբում ընտրություններից, ես ինչ գիտեմ, 1 ամիս առաջ կամ 1.5 ամիս առաջ, որ ունի Դավիթ Համբարձումյան տեխնացուն, որ համախմբում առաջացել եւ հետո այդ ուժերի եթե փորձեն հեռանալ, արդեն խնդիր է ցակի, որտեղ սկսեն նույն այդ շանտաժից խմբերը փորձել հաստատել, որ դեցեք համախմբումը կա չուզեցաք, չհամախմբվեցիք մեր շուրջ։ Հույս ունեն, կամ կարծում եմ հույս կա, որ այդ impeachment-ի նախաձեռնության շուրջ գուցե այդ 4-րդ դաշինքը կարողանան իրենք ձևավորել եւ մի 4-րդ դաշինք իրենց ձևով լինի եւ մասնակցեն ընտրություններին։ Ամեն դեպքում բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները լինելու են, ցավոք սրտի, ուրիշ տարբերակ այս պահին գոյություն չունի, ես 1000 անգամ ասել եմ, ասեմ, որքան էլ որ վտանգավոր, որքան էլ որ անվստահելի, որքան էլ որ այդտեղ շանսերը գուցե քիչ լինեն կամ վտանգավոր լինի Նիկոլի հետ ընտրությունների գնալը, բայց այս փուլում, այս պայմաններում պատկերացնել, որ բաղը մի 3-400,000 մարդ է թափելու փողոց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջի, կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ դա տեղի չի ունենալու, ուրիշ մեթոդներ չկան իշխանապողության համար, Նիկոլը չի հրաժարվելու բնականաբար։ Միակ բանը, որ կարող է տեղի ունենալ այս ամիսների ընթացքում, հույս ունենալ, որ կհասնենք դրան, եթե ինչ-որ բաներ չկանխեն, ասենք տարածաշրջանային ասված մի առասեպ պատերազմ չլինի, արտակարգ դրություն չհաստատվի, դա ընտրություններն են։
Իսկ այդ ընտրությունների շանսը եթե կա, պիտի փորձենք բոլորս օգտվել եւ ես վստահեցնում եմ, որ ինչպես մեր ձևով, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, ինչպես Գագիկ Ծառուկյանը, ինչպես մյուս կուսակցությունները փորձում են առավելագույնս այդ առիթից օգտվել, այսօր հանրապետականն էլ այդ առիթից օգտվում, բայց չգիտեմ ինչու չեն բարձրաձայն իրենց ծրագրերի մասին խոսում, գուցե անկեղծ լինելը եւ խոսելը այս փուլում իրենց ավելի շատ կօգնի, եթե հիմնականում նպատակներ ասեն, քանի որ ընտրություններից 5 պակաս impeachment-ի նախաձեռնության մասին խոսելը, հատկապես մեկ նախաձեռնության, որը սկիզբանե ոչ մի ընդառաջ բան չի արժանացել, հաջողության 0 շանս ունի, մեկ նպատակ կարող է միայն ունենալ՝ կեղծ համախմբման փորձ կատարել, որպեսզի կեղծ համախմբում ստեղծել, իսկ այդ համախմբումը հույս ունենալ, որ կմնա մինչև ընտրություններ եւ կծառայեցվի ընտրություններում հօգուտ, այսինքն հանրապետականի շուրջ ինչ-որ թիմի ձևավորման։ Շնորհակալ եմ բարեկամներ, որ հետևեցիք ինձ, մի քիչ երկար տևավ իմ այսօրվա լայվը, ներողամիտ եղեք։